Ես էլ եմ եկեսկե, որ ծանոթանամ արեցնեն, բնեք ծանոթանան, տնվենք արկիվ վաստակցեք, ես այստեղ եմ հենց հատլական սա նկարնա մեր առաջ ամանն ենք Սևակ Խաչատրյանին էր սպասում այս կինը, հաղթանակ դաշինքի հետ հույսեր է կապում։ Հուսահատություն անորոշություն է դողսում, մարդիկ հիասթափված են։ Պարզապես այդ պատերազմից հետո մենք շատ մոլորություն գտնենք էլ։ Մենք էլ ջենտլման ենք, ոնց անենք, ում ընտրենք, ինչ անենք, որտեղի ամենից լավ գնա։ Հաղթանակ դաշինքի վաղաշաբաթի համայնքապետի թեկնածուն լավ է հասկանում հայրենակիցներին, նրանց վստահեցնում է, եկել է հաղթանակի ժամանակը։ Շանսս կներեք դուխով, առաջին գնում դուխով, բայց լրիվ մեր դուխը լրիվ կոտրեց։ Խաղաղություն են ամենաշատն ուզում դողսում։ Խաղաղություն եմ ուզում, ամենակարևորը առաջինը խաղաղություն։ Կարևորը ստեղ է խաղաղության վճարվելու հիմնա, խաղաղության Դեմն է, մենք ինչ խաղաղություն ենք, մարժանապատիվ խաղաղություն է գրում, ես թորացած խաղաղություն։ Իհարկե։ Արժանապատիվ, արժանապատիվ խաղաղությունը այլ բան է, այսօրվա իշխանությունների առաջարկը լրիվ այլ։ Այս կինը մանկահասակ երեխաներ ունի, գյուղում մանկապարտեզ չկա, նրանց ստիպված էջմիածին է տանում ու զայրանում է, որ քաղաքի երեխաների համար իրենց մանկապարտեզի ամսավճարը 10,000 դրամ է, գյուղաբնակների համար 20,000։ Առաջնային մեզ համար լինելա, որ ձեր գյուղն ունենա մանկապարտեզ, որպեսզի դուք երեխաներին չտանեք։ Ներհամայնքային ավտոբուս է նաև գործելու վաղաշաբաթ համայնքում, եթե մարդիկ նոյեմբերի 16-ին մասնակցեն համայնքի հավաքանու արտահերտ ընտրություններին եւ ընտրեն առաջին համարը։ Սևակ Խաչատրյանն ասում է, եթե ընտրեն հաղթանակը։ Ու բավականին քանակով ավտոբուս լինի, որ կարողանա ձեր բան իմացի վստահ։ Տրանսպորտը եւ դրանք համայնքի ցանկացած վայր անվճար։ Դողսում շատերի խնդիրներն է լսում հաղթանակ դաշինքի վաղաշաբաթի համայնքապետի թեկնածուն։ Շատ ուրախ եմ, Սմբատ ջան։ Ինչ ենք անելու, կրելու ենք։ Ինչ ենք անելու, ժողովրդի վիճակը բարելավենք։ Սրանց ճամփենք տուն ԿՊ-ին, որ կարողանանք բարելավենք։ Չեղավ չի լինելու։ Բուկլետներ են բաժանում դողսում ու խնդրում են հայրենակիցներին չկորցնել հավատը։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Հաղթանակ դաշինքի անդամները աղոթում են Դողսի Սուրբ Ստեփանոս նախավկայի եկեղեցում, մոմեր վառում։ Գանա Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։